Այսպիսով մենք տեսնում ենք, որ դիվանագիտական տարբեր մոտեցումները տարբեր արդյունքներ են տալիս եւ ԵՄ-ն ստիպված է հաշվի նստել Ադրբեջանի հետ։ Բայց արդյոք հայկական գյուղմթերքը առհասարակ հետաքրքիր է Եվրոպային եւ եվրոպական շուկային։ Իսպանիայից ծիրանը եվրոպական շուկայում արժի մոտավորապես $2.4, հայկականը արդեն $3.1, այսինքն մոտ 25%-ով ավելի շատ եւ այսպիսով գնային մրցակցություններ պարտում ենք արդեն այս հանգամանքներից ելնելով։ Հիմա այս ոլորտները կարող են ուղղակի չզարգանալ։ Մենք կունենանք ավելի քիչ արտահանում, ավելի քիչ աշխատատեղ եւ այլն։ Կախվածությունը չէր ստեղծվի, բայց տնտեսական արդյունքներ չէր ստեղծվի։ Հիմա ինչն է լավ, ոչ մեկից կախված չլինենք, Նեպալի պես ապրենք եւ ոչ մի հարաբերություն չունենանք, թե զարգանանք։ Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, այսօր Եվրամեդիա 24-ի տաղավարում հյուրընկալել եմ քաղաքագետ տնտեսագետ Հրանտ Միքայելյանին։ Ողջույն պարոն Միքայելյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ հրավերս ընդունեցիք եւ այսօր այստեղ եք։ Պարոն Միքայելյան, սկսենք նրանից, որ օրեր առաջ Հայաստանում էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ հայ հասարակությանը կարծես թե նշում էր, որ Եվրամիությունը պատրաստ է Հայաստանին աջակցություն տրամադրել Ռուսաստանի այս պատժամիջոցների շրջանակներում։ Այդ ձեր կարծիքն է հետաքրքիր, որքանով է սա տնտեսական իսկապես աջակցություն եւ որքանով քաղաքական ուղերձ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մի քանի ուղերձով հանդես եկավ իրականում եւ ես կառուցացնեի 3 գիծ։ Առաջինը Փաշինյանի աջակցությունը ներքաղաքական դաշտում ու կարծում եմ դա ամենաէականն է եղել իրականում։ Գերմանավատ ընտրություններից հետո։ Այո, եւ նախընտրական փուլում եւ ընտրություններից հետո եւ իդեպ մենք տեսնում ենք, որ Փաշինյանի ռեպրեսիվ ալիքը աճում է դրանից հետո, այսինքն ինքը լրացուցիչ լեգիտիմության ոնց որ լիցքը ստացավ եւ ստացավ ինդուլգենցիա, որպեսզի ռեպրեսիաները իրականացնի։ Եվ այսպիսով սա կարևոր է, այսինքն Ուրսուլա ֆոն դեր Լայենը ասաց, որ մեզ համար կարևոր է քաղաքական ասպեկտը, այսինքն մեզ ձեռնտու է Փաշինյանը հաղթի, ու էական չի ինչ մարդու իրավունքների խախտում է, ինչ ժողովրդավարություն եւ այլն, էական չի։ Դա է հիմնական մեսեջը քաղաքական տեսանկյունից։ Երկրորդը ձեր նշված թեման, այսինքն այս Ռուսաստանի տնտեսական սահմանափակումներին արձագանքը եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրեց ԵՄ-ի աջակցության փաթեթի երկրորդ մասը։ Սկզբից ԵՄ-ն հայտարարել է, որ 52 միլիոն կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը, հետո հայտարարվեց, որ առաջին տրանշը լինելու է 34 միլիոն, հետո երկրորդ տրանշը 18 միլիոն, այնքան գովազդվել են այդ 3 տրանշերը, որ մարդիկ մտածում են իրականում 3 առանձին գումարներ են, բայց իրականում այդ մի գումարը բաժանված երկու մասի։ Եվ կարելի ասել, իհարկե այդ գումարը կարող է էական լինել արդյունքներ, այսինքն հետևանքները ախտահարելու համար, բայց կախված նրանից իհարկե ինչպես կառավարությունը կօգտագործի, որովհետև այս պայծրությամբ մենք ունենք մի քանի ոլորտ, որոնք լուրջ ճնշման տակ են, հատկապես ծիրանը եւ ծաղիկները։ Հա, բուսաբուծության որոշ ուղղությունները, հատկապես որոնք ուղղված են դեպի արտահանում եւ հատկապես արագ փչացող մրգերը, հա։ Եվ այսպիսով այստեղ իհարկե ռիսկ կա ամբողջ ոլորտին եւ եթե գումարները հատկացվի, գոնե մասամբ դա կարելի է կոմպենսացնել, այսինքն ծիրանը անցած տարի արտահանվել է 55 թե 59 միլիոն դոլարի չափով եւ միայն ծիրանը նույնիսկ չի կոմպենսացնում այս գումարը, բայց գոնե մասամբ եթե կոմպենսացնի, իհարկե դա արդեն ինչ որ բան է։ Բայց այստեղ ավելի կարեւոր է ԵՄ-ի դիրքորոշումը եւ դիրքավորումը հայ-ռուսական հարաբերություններում։ Այսինքն ԵՄ-ն փորձում է արդեն մտնել հայ-ռուսական հարաբերությունների մեջտեղը, դա շատ կարեւոր է։ Եվ հենց այս ԵՄ-ի դիրքավորումը հայ-ռուսական հարաբերություններում բերում է հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման, դա շատ կարևոր է, որովհետև հայ-ռուսական հարաբերությունները տենց օդից չեն վատթարացել, որովհետև թե Հայաստանի քայլերը, Հայաստանի ներկայացությունների քայլերը, որոնք վերջին հատկապես 4 տարվա ընթացքում ընդունվել են ԵՄ-ի ճնշմամբ, խորհրդով եւ ուղղությամբ արվել են, այո, հորդորով, թե Ռուսաստանի պատասխան քայլերը եւս այդ գործոնով պայմանավորված։ Իհարկե ոչ միայն ԵՄ-ն, բայց ԵՄ-ն ամենակարևոր դեր է խաղացել այստեղ։ Եվ երրորդ հանգամանքը դա
տրանսպորտային, տելեկոմունիկացիոն, էներգետիկ համակարգերի ինտեգրում Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի։ Դա է Ուրսուլա ֆոն դեր Լայնի ուզածը եւ դեռ կես տարի առաջ նա դա հայտարարել է, հետո Փաշինյանը ասել է, որ այո, մենք գնում ենք դրան, հետո մենք տեսել ենք, որ արդեն այդ Միչանսկի թեման ակտիվացել է եւ ԵՄ-ի աջակցությունը Փաշինյանին հիմնականում հենց դրանով է պայմանավորված, այսինքն Միչանսկի թեմանով եւ հիմա օրինակ Ուրսուլա ֆոն դեր Լայնը եկել է Հայաստան Ադրբեջանից հետո, որտեղ դրա մասին խոսվել է եւ որտեղ Ուրսուլա ֆոն դեր Լայնը հայտարարել է 200 միլիոն եվրոյի փաթեթի մասին աջակցության, այսինքն 10 անգամ ավելի շատ քան Հայաստանին, չնայած որ Ադրբեջանը չի տուժում այդ քաղաքականությունից, այսինքն մենք տեսնում ենք, որ երբ որ իրական փողի մասին է խոսքը գնում, այդ խոսակցությունը միայն Ադրբեջանի հետ, որովհետեւ եթե Հայաստանի ներկայ իշխանությունները որդեգրել են քաղաքականություն ուրիշների համար որևէ խնդիր չստեղծել, իհարկե բացի Ռուսաստանից, այսինքն բոլորի համար լավ լինել, բացի սեփական շահերից կամ սեփական շահերի հաշվին, ապա Ադրբեջանը հակառակ մարտավարություն է ընդունել, բոլորի համար խնդրեմ ստեղծել եւ այդ խնդրեմ լուծելու համար փող պահանջել։ Եվ այսպիսով մենք տեսնում ենք, որ դիվանագիտական տարբեր մոտեցումները, տարբեր արդյունքներ են տալիս եւ հիմա ԵՄ-ն ստիպված է հաշվի նստել Ադրբեջանի հետ այս իրավիճակում եւ աչքը թարթել լիքը հանգամանքների վրա, որոնք իրականում հանրահարույց են։ Եվ այսպիսով կարծում եմ այստեղ նաև կարելի է դիտարկել ուրեմն Թիմ Տելեկոմի եւ Ազեր Տելեկոմի համագործակցությունը միանշանակ այս համատեքստում եմ դիտարկում։ Պարոն Միքայելյան, ուրեմն Փաշինյանը Թուրքիային եւ Ադրբեջանին կարծես թե էներգետիկ գործընկեր է անվանում, բայց ինչ ասել է Թուրքիային եւ Ադրբեջանին իսկապես էներգետիկ գործընկեր համարելու։ Սա արկածախնդրություն է, սա ռեալ կարող ենք տեսնել ռեալության մեջ ինչ ուրեմն տեսարաններ կստանանք։ Սրանք քայլերն են, որպեսզի Ռուսաստանի դերը փոխհատուցվի կամ փոխարինվի։ Հա, եւ քանի որ այս պայծության Փաշինյանը դիրքավորում է Հայաստանը աշխարհաքաղաքական մարտերի մեջտեղում, հա, պարզ է, որ արդեն այս օրինակ Ռուսաստանի հետ էներգետիկական համագործակցությունը դառնում է քաղաքական հանգամանք։ Ստեղ կարող ենք թվարկել օրինակ ատոմակայանը, ստեղ կարող ենք թվարկել գազը, նավթապրոդուկտները եւ այլ եւ այլ։ Եվ այսպիսով մենք տեսնում ենք, որ Փաշինյանը հիմա խզում է, սահմանում է եւ մեղմացնում է, փոքրացնում է հարաբերությունը Ռուսաստանի հետ եւ մեծացնում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Մենք տեսնում ենք, որ որտեղից որտեղ գնում ենք այստեղ։ Եվ երբ որ Ռուսաստանի պատասխան քայլերն են լինում, Փաշինյանը ասում է՝ դե լավ, մենք Ադրբեջանից գազը կստանանք կամ նավթապրոդուկտները կամ բայց այդ երկրներից շարունակաբար հնչում են ամենատարբեր կոչերը եւ խոսքերը, հա, ավելի շուտ պատերազմի վերաբերյալ, ռազմական գործողությունների վերաբերյալ, այսինքն թշնամական ինչ որ վերաբերմունք ենք մենք զգում այնուամենայնիվ, որքան էլ որ խոսվում է խաղաղության պայմանագրի եւ այսպես կոչված խաղաղության դարաշրջանի մասին։ Դե եկեք երկու մասի բաժանեմ ձեր խնդիրը, ձեր նշված խնդիրը։ Առաջինը զուտ տնտեսական։ Զուտ տնտեսական ես դիտարկում եմ այս հարաբերությունը որպես փոքր ինչ որ չափով այլընտրանքային, բայց որը չի կարող փոխհատուցել նախ ռուսական գործոնը եւ առհասարակ չի կարող կայուն գործընկեր համարվել։ Ինչու՞։ Մենք տեսել ենք վերջին մոտավորապես 8 ամսվա ընթացքում դեպի Հայաստան մի քանի պարտիա նավթապրոդուկտներ են եկել, չէ՞։ Բայց ամեն այդ գործողությունը եղել է առանձին, եղել է բարձրագույն մակարդակով պայմանավորված իշխանությունների միջև եւ եղել է շատ հստակ կառավարվող գործընթաց։ Այսպիսով մենք չունենք տնտեսական հարաբերություն Ադրբեջանի հետ։ Մենք ունենք Ադրբեջանի կողմից Ալիևի կողմից վերահսկվող շլագբաումը, որը ինքը ուզում է բացում, ուզում է փակում, ու դա օգտագործում է հենց քաղաքական նպատակներով։ Հիշեցնեմ նաև, որ ինքը դրանով հետո գնում է Ամերիկայի կոնգրես եւ պահանջում է, որպեսզի 907-րդ ուղումը չեղարկվի, որով Ադրբեջանի նկատմամբ սահմանափակումներ կան հայերի դեմ ագրեսիայի համար։ Այսինքն էլի օգտագործում է հայերի դեմ։ Սա շատ կարևոր է։ Երկրորդը
Առհասարակ տնտեսական հարաբերությունները նախագահների կամ վարչապետների մակարդակով չեն կառավարվում։ Նախագահների եւ վարչապետների մակարդակով տեսականորեն կարող են ինչ-որ շրջանակային պայմանավորվածություններ ձեռք բերվել, բայց առանձին մատակարարումների համար, եթե նախագահների պայմանավորվածությունն է հարկավոր, ուրեմն տնտեսական հարաբերություն չկա, ինչը եւ կա արկա է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների պարագայում։ Եվ չի էլ լինելու, որովհետեւ Ադրբեջանը այդ իր լծակը չի բաց թողնելու ձեռից եւ նույնիսկ երբ որ խոսքը գնաց որ Ադրբեջանը նաեւ Հայաստանի համար տրանզիտ է բացում, Էլի այդ տրանզիտը միշտ բացվել է Ադրբեջանի կողմից եւ միշտ վերահսկվել է։ Այսքանը բաց ենք թողնում, այսքանը փակում ենք եւ այլն։ Սա տնտեսական հարաբերություն չի, տնտեսական հարաբերությունը իրականացում է տնտեսական ագենտների կողմից կամ օրինակ, չգիտեմ, տնտեսվարողների կողմից։ Հիմա կարա հայ տնտեսվարողը Ադրբեջանից գնա ու գնի, ենթադրենք ինչ որ խմբականակը։ Դա մինչեւ այդ ձեր ասած քաղաքական հանգամանքը հասնելը, իհարկե Ադրբեջանը ոչ մի գործընկեր չի կարող հանդիսանալ քաղաքական տեսանկյունից, որովհետեւ Ադրբեջանը նախ տնտեսական լծակը Հայաստանի դեմ միշտ կիրառել է եւ շարունակում է կիրառել, եւ երկրորդը, որովհետեւ Ադրբեջանը Հայաստանին պատերազմով սպառնում է եւ այդ սպառնալիքները նենց չի դադարել են Փաշինյանի այս մեղմ քաղաքականության շնորհիվ, այս վերջին ամիսը Նախիջևանում ինչ որ արևմտյան Ադրբեջան կոչեցյալի վերաբերյալ ինչ որ միջոցառումները լայնածավալ, այսինքն նրանք դնում են նպատակ ողջ Հայաստանի տարածք զավթել, հա, այսինքն եկեք ինքներս մեզ չխփենք։ Եվ այսպեսով եթե մենք դրան չեն արձագանքում, դա չի նշանակում որ իրանք չեն անելու, հակառակ, եթե տեսնում են որ կարող են անել, ել ավելի շատ, բայց ամեն դեպքում այստեղ կա փորձ տնտեսական հարաբերությունը, հատկապես էներգետիկայի ոլորտում տեղափոխել դեպի Ադրբեջան։ Եվ այդ փորձը դրսում է Բրյուսելի կողմից, որովհետև Ուրսուլա ֆոն դեր Լայնը հենց այդ ուղղությամբ աշխատում է, որովհետև նրան պետք է էներգամիջանցք դեպի Միջին Ասիա, եւ այդ էներգամիջանցքի կարևոր բաղադրիչը համարվում է Հայաստանը, այդ թվում այդ տրիպով։ Շատ լավ։ Այսինքն, տեսեք, Եվրամիությունը մի կողմից խոսում է, որ հայկական շուկայի, ուրեմն գյուղմթերքը եւ այլն եվրոպական շուկաներում կունենան իրենց տեղն ու դիրքը, բայց արդյոք հայկական գյուղմթերքը առհասարակ հետաքրքիր է Եվրոպային եւ եվրոպական շուկային։ Արդյոք հետաքրքիր է հայկական ապրանքը եվրոպական սպառողին թե չէ, մինչև դրան հասնելը երևի պետք է համատեքստը հասկանանք, հա, որովհետև եվրոպական սպառողը ինքը առհասարակ չի մտածում, որ երկրից է ստանում, որովհետև դեպի եվրոպական շուկա առաջարկը այնպեսի մեծ է, ողջ աշխարհից այդտեղ մրցակցություն կա, այդ թվում տեղական, որ այդտեղ արդեն ինքը չունի հնարավորություն կողքը դնելու, չգիտեմ, Հայաստանից ծիրանը եւ Մարոկոից ծիրանը եւ ասի հայկական ավելի լավն է կամ Մարոկոից ավելի լավն է, հա։ Հարցը այն է, որ հայկական արտադրանքը եվրոպական շուկայում առանձնապես չի երևա, եթե լինի։ Հիմա դա մի կողմից լավ է, որովհետև եվրոպական շուկան կարա ցանկացած քանակը սպառի, բայց մյուս կողմից վատ է, որովհետև մենք չենք կարող այդտեղ բրենդավորում անել, եւ սա շատ կարեւոր է, որովհետև ռուսական շուկայում հայկական ապրանքները ունեին այն առավելություն, որ սովետական ժամանակ սովետական միությունը դրանց բրենդ է ստեղծել, ինչ որ ուղղություններով, հա, կոնյակ լինի դա, որոշ մրգեր լինեն եւ այլն։ Եվրոպական շուկայում այդ բրենդը չկա եւ որը կարեւոր է, չի լինելու։ Սա շատ կարևոր է։ Եվ իդեպ, որպեսզի հայկական կոնյակի բրենդը չստեղծվի, Ֆրանսիան շատ ճնշել է եւ սեպայում նույնիսկ գրել է, որ Հայաստանը պարտադիր կոնյակները վերանվանում է բրենդի։ Եվ դեր նախկին իշխանությունը դրան համաձայնվել է, իսկ որոշումները արդեն իրագործել է Փաշինյանը 2 տարի առաջ։ Այսպիսով բրենդի հետ կապված դա շատ կարևոր հանգամանք է։ Հիմա ինչ վերաբերվում է արդեն շուկային հասանելիությանը, որովհետև դա ավելի կարևոր է իրականում, հա։ Ուրսուլա ֆոն դեր Լայնը հայտարարել է, որ չեղարկելու են Հայաստանի համար տարիֆները զգալի քանակով ուղղությունների համար եւ ապրանքնիշերի համար։ Եվ տարիֆների չեղարկումը մի կողմից լավ է, մյուս կողմից հիշեցնեմ, որ մինչև 2021 թվականի վերջը Հայաստանը եւս չուներ այդ տարիֆները դեպի ԵՄ արտահանելուց։ Ինչ ձևաչափով։ Հայաստանի համար գործում էր GSP+ առևտրային ռեժիմը, որը 2000-ականներից գործում էր, եւ GSP+ ռեժիմը ենթադրում էր, որ Հայաստանի համար որպես աղքատ երկրի համար տարիֆները չեն կիրառվում եւ բացի հանքահումքային արտադրանքից եւ ինչ որ նման բաներից գրեթե բոլոր մնացած ապրանքները առանց турքերի մտնում են ԵՄ։ Բայց դա Հայաստանի համար դաշտը այդտեղ չստեղծեց։ Ինչու չստեղծեց, որովհետև ԵՄ-ում գործում են Հայաստանի համար նախ լոգիստիկական լուրջ սահմանափակումներ, հա, օրինակ Ծիրան հասցնելը, ուրեմն պետք է նավահանգիստ հասնի, օրինակ Վրաստանի, հետո պետք է անցնի նավով, տեղափոխումը իհարկե Ծիրանի համար շատ ծանր է, հետո պետք է հասնի օրինակ Կոնստանցա կամ
Բուլղարիայի նավահանգիստը, այդտեղից արդեն տեղափոխվի էլի գնացք եւ հասնի օրինակ, չգիտեմ, Իսպանիա, Գերմանիա եւ լոգիստիկ խնդիրները բավականին լուրջ են ստեղ եւ նույնիսկ եթե պատկերացնենք ինչ որ պայն Թուրքիայի սահմանը բացվեց, նույնիսկ դա չի փրկելու իրավիճակը ամենևին։ Չնայած թեթև կարա մեղմացնի։ Այսինքն լոգիստիկ խնդիր է։ Երկրորդը ոչ տարիֆային սահմանափակումները։ ԵՄ-ում գործում են բազմաթիվ կվոտաները, ստանդարտները եւ այլն, եւ այդ ստանդարտները թե որակական չափորոշիչներ ունեն, եւ մենք հասկանում ենք, որ այս առումով էլ մենք կարող ենք խնդիր ունենալ, որովհետեւ չգիտեմ, պարատանյութեր, ամեն ինչը այդտեղ քիմիական ստուգումները շատ լուրջ են եւ ոչ թե ձևական բնույթ են կրում, ինչպես Ռուսաստանում, որտեղ իշխանությունը կարա թույլ տա, կարա արգելափակի, կարա խորանա, կարա նայի ինչ որ բակտերիա գտնի, ԵՄ-ում միշտ բակտերիա գտնում են, դրա համար այդտեղ շատ խիստ է։ Եվ կան տեխնիկական սահմանափակումներ, որոնք շատ դեպքերում միտված են, որպեսզի օտար երկրներից ապրանքը չթողնեն իրեն շուկա։ Շատ կարևոր է։ Եվ այսպիսով ԵՄ-ն իր շուկան պաշտպանում է ոչ տարիֆային սահմանափակումներով, հա։ Եվ այսպիսով մենք ունենք լոգիստիկական եւ ոչ տարիֆային սահմանափակումներ եւ նաեւ տրանզակցիոն սահմանափակումներ, որովհետեւ հայ գործարարները եվրոպացի գործընկերներ չունեն։ Հատկապես նկատի ունեմ այդ գյուղատնտեսական եւ ագրոինդուստրիալ ոլորտը։ Եվ իրանք չունեն տեղեր, օրինակ, չգիտեմ, եվրոպական խանութներում չունեն ինչ որ պոլկա, որ այդտեղ տեղավորեն իրանց ապրանքը։ Ռուսաստանում ունեն, իսկ Եվրոպայում չունեն։ Իսկ դա ձեռք բերելը դա շատ լուրջ փողարժի եւ շատ լուրջ ջանք է պահանջում։ Ռեսուրսները շատ եւ մրցակցությունը շատ մեծ է, հա, եվրոպական խանութում, չգիտեմ, կուպ լինի դա կամ Carrefour լինի կամ որևէ բան, այդտեղ ամեն մի կտորի տեղի համար այնպիսի լուրջ մրցակցությունը եւ վերջում ստացվում է, որ Իսպանիայից ծիրանը եվրոպական շուկայում արժի մոտավորապես $2.4, հայկականը արդեն $3.1, այսինքն մոտ 25%-ով ավելի շատ եւ այսպիսով գնային մրցակցություններ պարտում ենք արդեն այս հանգամանքներից ելնելով, չնայած հայ գյուղացին այդքան գումար իհարկե չի ստանում, բայց այդ սա լոգիստիկան է գյուղացին կամ առասարակ գործարարը, որ նմանատիպ խնդիրների է բախվում եւ որքան էլ որ ասում են, որ այո, եվրոպական շուկաները բացում են իրենց դռները հայկական գյուղմթերքի համար, հայկական ուրեմն հայ տնտեսության համար առասարակ։ Իմ կարծիքով գործարարներից զգալի մասը իրականում շատ լավ էլ գիտակցում է, որովհետեւ իրանք այս խնդիրների հետ գործնականում բախվում են։ Այսինքն իրանք փորձում են ինչ-որ բան անել, հետո բախվում են այդ ամեն քայլի վրա այնպիսի սահմանափակումների, որոնք դառնում են անհաղթահարելի։ Իսկ առհասարակ սովորական գյուղացին, որ աճեցնում է իրեն գյուղմթերքը, իրեն Սովորական գյուղացին դա իհարկե չի կարող միանգամից գալ, որովհետև իր խնդիրը այդ մթերքը աճեցնելն է, ոչ թե մատակարարել, բայց արդյունքում ինքն էլ է տեսնում, որովհետև ինքը տեսնում է, որ ինքը արտադրել է ինչ-որ քանակա, եւ հետո չի կարող արտահանել եւ այդ խմբականակը իր ձեռն է մնում։ Պարզա մենք տեսել ենք հիմա Վրաստանը սկսել է ինչ-որ խմբականակը վերարտահանել հայկական ապրանքից, բայց դա ոչ լիարժեք է իհարկե եւ էլի մեջտեղած Վրաստանը սկսեց աշխատել ինչ-որ գումար, պարզ է, որ ինչքան Վրաստանը աշխատեց, այդքան մենք կորցեցինք։ Տեսեք, շատ է խոսվում նաև նրա մասին, որ հայկական տնտեսությունը շատ կախում ունի ռուսական շուկաներից առհասարակ։ Կա արդյոք նման ուրեմն իրավիճակ եւ ձեր գնահատականը առհասարակ այս կախվածությունների մասով կցանկանայի լսել։ Տեսեք, կախվածության խնդիրը կարելի է մի քանի տեսանկյունից դիտարկել։ Առաջինը կախվածությունը որպես ռիսկ եւ շատ դեպքերում այս տեսանկյունից է դիտարկում։ Եվ այստեղ կարող ենք դիտարկել, հատկապես հիմա մենք տեսնում ենք, որ ճնշումների հետ ենք բախվում։ Եվ դա իհարկե ռիսկ է եւ ցանկալի է բոլոր ուղղությունները որոշակի դիվերսիֆիկացիա ունենալ։ Դիվերսիֆիկացիան չպետք է լինի ինքնանպատակ, այլ պետք է լինի գրագետ քաղաքականության արդյունք։ Հիմա իշխանությունները դնում են դիվերսիֆիկացիան որպես ինքնանպատակ եւ դա սխալ է, որովհետեւ ելի եմ ասում, նույնպես ինչպես էներգետիկական ոլորտում ցանկություն կա ուղղակի Ռուսաստանի հետ հարաբերություններ խզելու եւ սա խնդիր է, բայց դիվերսիֆիկացիան որպես գրագետ քաղաքականության արդյունք, որտեղ մեր ապրանքները տեղ են գտնում տարբեր երկրներում, դա միանշանակ ողջունելի է եւ պետք է անել։ Եվ այստեղ մենք հաջողություն չունենք։ Այսպիսով կախվածությունը որպես վտանգ կա միանշանակ։ Երկրորդը կախվածություն որպես նորմալ տնտեսական հարաբերությունների արդյունք։ Հիմա ցանկացած տնտեսական հարաբերությունները ստեղծում են ինչ-որ կախվածություն։ Հիմա օրինակ արտադրողը կախված է սպառողից, սպառողը կախված է արտադրողից։ Եվ դա նորմալ է, այսինքն ցանկացած մարդ, որ մտնում է տնտեսական հարաբերության մեջ, թեկուզ մի գործարք լինի, ինքը տրամադրված է, որպեսզի այդ գործարքը իրագործվի։ Ինքը մտածում է, որ ես հիմա վաճառում եմ իմ ապրանքը եւ դա այս պայծությամբ լավագույն
տրամաբանությունը, լավագույն օրինակ։ Հա, լավագույն օրինակ գործարքա, բայց գնորդն էլ ինքն էլ է մտածում, որ դա լավագույն գործարքա իր համար։ Երկուսն էլ կախված են իրարից։ Եվ դա նորմալ է, եւ դա միշտ ցանկացած տնտեսական հարաբերության մեջ կա։ Օրինակ Հայաստանը ասում են Ռուսաստանի գազի մատակարարումից կախված է։ Այո, բայց նենց չի Հայաստանը օրինակ նույն Իրանից չի կարող գազ ստանալ, բայց ռուսական գազը ավելի էժան է, այսինքն նենց չի այդ կախվածությունը ոնց որ վատ պատճառով է ստեղծվել, դա ստեղծվել է լավ պատճառով, Ռուսաստանը տրամադրել է լավ գնով։ Եվ հիմա գինը կարող է բարձրանալ։ Հա, բայց մենք պետք է գիտակցենք, որ ոչ թե բարձր գինն է քաղաքական, այլ ցածր գինն է քաղաքական եղել, դա շատ կարևոր է, հա։ Եվ այսպիսով, որպես adekvat տնտեսական հարաբերությունների արդյունք կախվածությունը դա միշտ կա, եւ ավելին ասեմ, հա, Հայաստանը երբ որ ինտեգրվել է Եվրասիական միություն, դրանից հետո Հայաստանում զարգացել են մի քանի ոլորտներ, հատկապես թեթև արդյունաբերությունը, հագուստ արտադրություն եւ այլն, կոշկեղեն եւ այլն։ Հիմա այս ոլորտները կարող են ուղղակի չզարգանալ։ Մենք կունենանք ավելի քիչ արտահանում, ավելի քիչ աշխատատեղ եւ այլն։ Կախվածությունը չէր ստեղծվի, բայց տնտեսական արդյունքներ չէր ստեղծվի։ Հիմա ինչն է լավ, ոչ մեկից կախված չլինենք, Նեպալի պես ապրենք եւ ոչ մի հարաբերություն չունենանք, թե զարգանանք եւ այսինքն ցանկացած տնտեսական հարաբերություն ստեղծում է կախվածություն եւ այդ կախվածությունը պահանջում է գրագետ կառավարում, թե քաղաքական, թե տնտեսական մակարդակով, գրագետ դիվերսիֆիկացիան եւ ավելի, այսպես ասած, լայն առաջարկ։ Օրինակ նույն ԵՄ-ից բազմաթիվ պահանջարկներ կան տարբեր ապրանքների, չգիտեմ, պայմանական ասեմ, բայց դա հորինովի չի գիտեմ, որ շպինատի պահանջարկ կա ԵՄ-ում։ Եվ նույնիսկ դիմել են Հայաստանին, քանի տարի դիմում են, ասում են մենք կարանք առնենք, պահանջարկ ունենք, առաջարկ չունենք բավական։ Ոչ մի քայլ չի արվել, օրինակ, հա։ Հիմա դրանում ով է մեղավոր։ Իշխանությունները պետք է նախաձեռնեին, նախ գյուղատնտեսական նախարարությունը առհասարակ փակել են։ Ինչի համար են փակել։ Արդյունքը ինչն է։ Գյուղատնտեսական ոլորտում 10 տարի նահանջ ունենք, հա։ Եվ այսպիսով մենք ունենք խնդիրներ, որոնք կախված չեն, օրինակ միայն արտաքին ճակատի հետ տնտեսական, բայց արտաքինում որպեսզի այդպիսի խնդիրներ չունենանք, նախ գրագետ արտաքին քաղաքականություն է պետք եւ երկրորդը գրագետ տնտեսական քաղաքականություն։ Շատ լավ։ Չեմ կարող նաև չհարցնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող իրադարձությունների մասով, այ նրա ինչ կատարվում է այս օրերին եւ փաստացի մի շարք բիզնեսներ, որոնք կապ ունեին պարոն Ծառուկյանի հետ, դադարեցրել են իրենց գործունեությունը, այդ ձեր կարծիքները այս մասով հետաքրքիր, ինչ արդյունք կունենա այս ամենը հայկական տնտեսության վրա եւ փաստացի ստացվում է, որ այնտեղ աշխատող մի շարք մարդիկ, 100 հազարավոր մարդիկ փաստացի մնում են առանց աշխատանքի եւ բախվում են շատ լուրջ սոցիալական եւ տնտեսական խնդիրների։ Տեսեք, Գագիկ Ծառուկյանի հետ կապված ես ամեն դեպքում կուզեի մի փոքր քաղաքական հանգամանքին անդրադառնալ, որովհետեւ տեսեք ինչ է ստացվում։ Գագիկ Ծառուկյանը համարձակվել է 4% հավաքել եւ հավաքել բավական որ անցնի խորհրդարան, դրա համար չեղարկել են 3 տեղամասի արդյունքները, որպեսզի ինքը չանցնի։ Ես նման դեպք գիտեմ Թուրքմենստանից, որը շատ խիստ բռնապետություն է, որտեղ իշխանության ընդդիմադիրներին դատում են հենց ընդդիմադիր լինելու համար, այսինքն ոնց եք դուք համարձակվել իշխանության դեմ դուրս գալ։ Եթե Ծառուկյանը ոչ մի բան չաներ, չմտներ նախընտրական պայքարի մեջ, եւ մանավանդ չանցներ շեմը, իսկ իրականում մենք գիտենք ինքը մոտ 150 քվեով ավելի շատ է հավաքել, հա, իր նկատմամբ ոչ մի ռեպրեսիա չէր իրագործվի։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Հայաստանում յուրացում է իրավունքը։ Եվ շատերը կարող են ասել, դա միշտ էլ եղել է։ Նման բան չի եղել։ Նման բան չի եղել։ 2012 թվականին, երբ որ օրինակ ՀԱԿ-ը հավաքել է շեմին մոտ ցուցանիշ, իշխանությունները այդ ժամանակ մի քիչ ուրիշ մոտեցում են որթեգրել, որպեսզի ՀԱԿ-ը անցնի եւ խորհրդարանի լեգիտիմությունը ապահովի։ Ես չեմ ասում, որ ՀԱԿ-ը չի անցել, ես ուղղակի ասում եմ, որ իշխանությունները այդտեղ լրիվ շեմի վրա էր ՀԱԿ-ը 7.02% հավաքեց վերջում, բայց իշխանությունները ամեն ձևով փորձել են գտնել ՀԱԿ-ի ձայները, որպեսզի ՀԱԿ-ը անցնի, որպեսզի ոչ լեգիտիմ չդառնա խորհրդարան։ Հիմա դառնում է հակառակը։ Եվ այսպիսով ու քննարկումները երբ որ լսում եմ, դե Ծառուկյանը ամեն դեպքում մեղավոր է եւ այլն, գիտեք ինչ, անմեղության կանխավարկածը դա միշտ կա եւ դրա խախտումը դա արդեն հանցագործություն է։ Այն ինչ հիմա ասվում է, դա առհասարակ, այսպես ասած, իրավական գործընթացին նման չէ եւ այսպիսով մենք պետք է հետեւյալ բանը սովորենք, որ չի կարելի ասել, որ
հենց ինչ որ մեկի հետևից ընկնում է իշխանությունը, դե մի բան կար։ Հա, ամեն մեկի հետևից մի բան կա։ Մեկը, ասենք, կարմիր լույսի տակ անցել, մեկը, չգիտեմ, 100 դրամ հարկ չի վճարել, մեկը մյուսը, բայց այստեղ կարևորը քաղաքական դրդապատճառներով այնա նույնիսկ գնացել են եւ Գագիկ Ծառուկյանի գազանանոցը ցրել են, հա, եւ դա կարելի է դիտարկել որպես կուրիոզ, բայց դա իրականում սիմվոլիկ քայլ է, հա։ Ինչ սիմվոլիկայի մասն է խոսքը։ Տեսեք, Գագիկ Ծառուկյանը ձեռք է բերել բարերարի, ֆեոդալի եւ խոշոր գործարարի իմիջը, որը Հայաստանում հատուկ իմիջ է եղել։ Ինքը ինչ որ հատուկ երևույթ է եղել Հայաստանում։ Ընդ որում, ինքը ամեն դեպքում ոչ մեկի աչքով չի ընկել, համենայն դեպս ես չեմ լսել այդ պատմությունները, որ ինքը ընկնում է, ինչ որ մեկին խոշտանգում է, ծեծում է, ջարդում է եւ այլն, հա։ Պարզա, որ 1 միլիարդ դոլար կամ նման գումար ոչ մեկը այտենց ծաղիկ բաժանելով չի դարձել, հատկապես 90-ականներին ամբողջ պրիվատիզացիայի գործընթացը եղել է բավականին վիճելի։ Բայց դա չի նշանակում, որ կարելի է հիմա ցանկացած ոչ դուրեկան գործարարի հետևից ընկնել, հա, 30-40 տարի անց։ Եվ այսպիսով ստեղծվում է հետևյալ հարց։ Այսինքն, եթե այս մարդու հատուկ կարգավիճակը, որը արտահայտվում է իր սեփական օրինակ գազանանոցով, հա, չնայած որ սենց կոպիտ եթե վերցնենք, ամեն մեկը ով ունի մի քանի շուն ու կատու, ինքն էլ փոքր գազանանոց ունի։ Հիմա այս մարդը ունի ավելի մեծ հնարավորություն։ Եվ ամեն մեկը ով որ ունի։ Դե ճաշակին ընկեր չկա։ Ինչա։ Ճաշակին ընկեր չկա։ Դե հիմա էտա ինքը իմ փողով չի սարքել այս ամեն ինչը, հա, ինքը իր ձեռքով ոնց որ կերակրել է այս արյուծներին, որ հիմա գան ու սպանեն, հա։ Այսինքն ինչ է ստացվում։ Այդ իր իմիջը վերացնում են եւ դեսակրալիզացնում են, որովհետեւ ինքը տենց բլրի վրա առանձին տուն ունի եւ այլն, այս դեսակրալիզացնում են, գցում են բանտ ֆիզիկական բռնությունը գործադրելով եւ այլն։ Եվ այսպիսով սա շատ կարևոր է, սիմվոլիկ այս քայլը։ Հիմա ինչ վերաբերում ու հատկապես քանի որ Գագիկ Ծառուկյանի իմիջը եղել է նաև բարերարի իմիջը, հատկապես սպորտի ոլորտում, դա էլ են վերացնում, այդ թվում նաև այդ սպորտսմենների գնելով, նրանց գնելով, հա, տարբեր ինչ որ Իսկ այս դեպքում արդեն լրությունը, փաստացի։ Փաստացի լրությունը, բայց տեսեք ինչ է կատարվել։ Վերջին մի քանի ամսվա ընթացքում մենք տեսել ենք ոնց են մեկը մյուսի հետևից գնում են սպորտսմեններին։ Սա շատ կարևոր է, այսինքն հենց վերջի ամիսներին հավանաբար ես չեմ բացառում, որ հենց որպեսզի իրանք հիմա լռեն։ Այսինքն քայլեր են ձեռնարկում, որպեսզի այս մարդիկ հիմա լռեն, ինչպես Գագիկ Ծառուկյանի նկատմամբ այս բռնությունը կիրառվում եւ այս ապօրինությունը։ Ինչու, որովհետեւ նրանց ձայնը ամեն դեպքում հասարակությունը լսում է եւ ինչու հենց հիմա սկսել են գնել, որովհետեւ պատրաստում էին արդեն Գագիկ Ծառուկյանի դեմ գրոհը։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ այս գործընթացը իհարկե իրավականի հետ ընդհանրապես որևէ աղերս չունի եւ տնտեսական տեսանկյունից ես կդիտարկեի հետևյալը։ Իհարկե այս մարդկանց աշխատանքը կորցնելու ռիսկ կա, բայց չի դիտարկի որպես առաջնայինը։ Ավելի շուտ իշխանությունները կուզեն երևի խլել այս բիզնեսները եւ հետո վերաբաշխել եւ իրենց մերձավորների մեջ վաճառել։ Եվ մենք տեսել ենք նման սեփականության վերաբաշխման փորձերը դեռ 18 թվականից սկսած, բայց անցած տարվանից արդեն դա դարձել է լրիվ ուրիշ նորմա, այսինքն հայ էլեկտրոցանցերը խլել են օրինակ Սամվել Կարապետյանից։ Ընդ որում Ստոկհոլմյան արբիտրաժ կա, որ դա ապօրինի է եւ պետք է վերադարձվի։ Իշխանությունները Ձայն բարբարո անապատի։ Այո։ Եվ հիմա նույն բանը կատարվում է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, համոզված եմ էլի, եթե հասնի գործը Ստոկհոլմյան արբիտրաժ, էլի նման որոշումը լինելու, իշխանությունները ասելու են մեկը մենք անում ենք, որովհետեւ ուրիշ տեղից ինդուլգենցիա ունենք, ոչ թե իրավական, այլ քաղաքական։ Եվ այսպիսով ստացվելու է, որ ինչ ուզում են անում են, իրենց քաղաքական դրդապատճառներով։ Իսկ դա դնում է հայկական շուկայական տնտեսության տակ ական։ Ինչու՞։ Որովհետև իշխանությունները, այս իշխանությունը մինչև դարի վերջ չեն ամեն դեպքում, իշխանությունը փոխվելու է եւ հաջորդ իշխանությունը ով էլ լինի, իսկ այդպիսի կառուցողական ընդդիմությունը հետագայում Փաշինյանը չի ունենալու, միանշանակ ինչքան ինքը ռադիկալ քայլերը ձեռնարկում, այդքան ավելի ռադիկալիզացվելու է ընդդիմություն, հա։ Եվ այսպիսով հաջորդ ընդդիմությունը նույն քայլերը ձեռնարկելու է իր մերձավոր օլիգարխների նկատմամբ։ Հետո մյուս իշխանությունը էս մյուս ու ստացվում է, որ մենք արդեն դառնում ենք Բանանյան հանրապետություն,
որտեղ իրավունքը կախված է ամբողջությամբ իշխանությունից։ Եվ ինչքան էլ խոսվի, որ միշտ իշխանությունները ինչ որ կերպ ազդել են, այսպիսի ազդեցություն, այդպիսի որ որևէ դատավորը իմ ասածը չի կարաչանի եւ այլ, նման բան ընդհանրապես գոյություն չի ունեցել, թե 90-ականներին, թե 2000-ականներին, թե 2010-ականներին, դա գոյություն ունի միայն հիմա։ Լռենք ժողովրդավարության մասին խոսելիս։ Այնքան բան խոսալու կա, որ երևի չենք էլ հասցնի սկսել։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Միքայելյան։ Շնորհակալություն։ Իսկ ես հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։ Շնորհակալություն մեզ հետևելու համար։